Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հյուրերն այցելեցին Շվեդիայի արքայադստերը և հարցրին նրան. «Կարող ես մեզ ցույց տալ թագավորական զարդերը»։ Իհարկե, պատասխանեց նա և դուրս եկավ դռնից, վերադառնալով երկու երեխաների հետ։ Նա գրկեց երեխաներին, ժպտաց հյուրերին և ասաց. «Նրանք են իմ զարդերը»։ Հյուրերը զարմացած էին, քանի որ ակնկալում էին տեսնել ադամանդներ և այլ թանկարժեք զարդեր։ Բայց նրանք հասկացան, որ արքայադստեր համար երեխաներն ավելի թանկ էին, քան թանկարժեք զարդերը։ Ճիշտ է, ոչ բոլորն են հոգ տանում երեխաների մասին, բայց ես գիտեմ մեկին, ով սիրում է երեխաներին։ Դա Տեր Հիսուսն է։ Աստվածաշունչը մեզ պատմում է, որ մի օր ծնողներն իրենց երեխաներին տարան Հիսուսի մոտ, որ նա օրհնի նրանց, և նրանք էլ ճանաչեին Հիսուսին։ Բայց նախքան Հիսուսի մոտ հասնելը, նրանք բարկացած մարդու ձայներ լսեցին։ Ինչ եք անում։ Հեռացեք, գնացեք այստեղից։ Վախեցած երեխաները կանգնեցին իրենց տեղում։ Նրանք մեկ բառ անգամ չհամարձակվեցին ասել։ Հիսուսի աշակերտներն էին նրանք, ովքեր խստորեն հանդիմանեցին նրանց։ Ես ուրախ եմ, որ պատմությունն այստեղ չավարտվեց։ Հիսուսը սիրում է երեխաներին և միանգամից միջամտեց. Թույլ տվեք այս երեխաներին գալ ինձ մոտ, մի արգելեք նրանց։ Աստծո թագավորությունը նրանց է պատկանում։ Հիսուսը սիրում է երեխաներին, նա հրավիրում է նրանց, որ վստահեն և ճանաչեն իրեն, և նրանք եկան։ Քեզ հասակակից տղաներ ու աղջիկներ, լավ ու վատ, մեծ ու փոքր, աղմկոտ ու ամաչկոտ, խելացի և ոչ այնքան խելացի, մաշկի տարբեր գույն ունեցող տղաներ ու աղջիկներ։ Երեխաները երբեք չմոռացան այն օրը, երբ Հիսուսը սիրալիր ընդունեց ու օրհնեց իրենց։ Հիսուսը սիրում է երեխաներին։ Երեխաները ուրախացան և շատերին պատմեցին նրա մասին։ Եվ միշտ հիշիր, որ Հիսուսը քեզ նույնպես սիրում է։ Աստվածաշնչում նա քեզ ասում է. «Ինձ մոտ եկողին դուրս չեմ անի»։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։